տպավորությունը որ ոնց որ ինչ որ թմբիրի մեջ ենք, ինչ չենք ընկալում, նայ չենք հավատում։ Ես որ ասում են, ասես եմ, ալավ Բաքվից ով է գալու ստեղ ապրի այ ախպեր բան։ Ալավ ինչ պետք է, բայց ախր իրանք այդ սախ նարատիվները շատ կազմակերպած իրականացրել են։ Դժվար է 100 ընտանիքի ֆինանսավորել, հերթով բերել ասել ուզում ենք ապրենք ստեղ։ Մենք ճանաչում ենք ձեր տարածքային ամբողջականությունը, նա ինչն է հետաքրքիր։ Տարածքային ամբողջականությունը մենք ճանաչում չենք վիճակում, դուք պետություն եք։ Ну Սևանը լավ դուք Սևան եք ասում մենք գոյ չա, տես ոնց Զանգեզուրի միջանցքի հարցը փոխվեց։ Զանգեզուրի միջանցքը նյարդեր, չէ՞։ Հիմա ինչ են ասում։ Ասում դա իրանց տարածքի հատվածն է, մեր մասին չի։ Հիմա ասում են Սևանը գոյ չա, ասել են դե իրանց մոտ են տենց ասում, մեր մասին չի։ Դա ասում են Հայաստան, ասում են չէ, Արևմտյան Ադրբեջանը, ասում են դե իրանց մոտ են տենց, ու տենց ամեն ինչ արդարացվում։ Ով ասում որ Բաքվից են գալու։ Նա ինֆորմացիա կար Պակիստանից մարդ բերված մարդ։ Հա, Բաքվում պատրաստվում են։ Ֆինանսական բարեկեցություն ունեցող, կրթված, միջին խավը չի գա հաստատ Վարդենեսում ապրի, Սյունիքի լեռներում ապրի, իրանք գյուղերում գյուղերից ու մասս կարան բերեն։ Ու որ կան ապրեն, նաև անվտանգություն պետք է ապրեն։ Այդ խին մենք հիմա լուսնի վրա ենք ապրում, այս մոլորակի վրա տենց վերաբնակեցություններ մենք չենք տեսել։